Էս ինչ է։ Որտեղից։ Քո սիրած երաժշտությունն է։ Ճիշտ է։ Իմ սիրած երաժշտությունն է։ Ուրեմն չեմ սխալվել։ Շնորհավորում եմ սիրելիս։ Շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Շնորհակալ եմ, շնորհակալ։ Շնորհակալություն։ Տեր Աստված, արդեն 40 տարեկան եմ։ Մարդու հավար չի գալիս։ 40 տարեկան։ Ինչ է պատահել, ինչու։ Հոգնել եմ։ Ամեն գիշեր կոշմարների մեջ եմ։ Մագագրեք դիմումս։ Գուցե մի ուղեգիր հատկացնենք։ Գնացեք, հանգստացեք։ Շնորհակալ եմ, Զավեն Ավետովիչ։ Ոչ մի ուղեգիր էլ պետք չէ։ Կյանքիս մեծ մասն անցկացրի ծխի ու թունավոր գազերի մեջ։ Բայց այսօր հանկարծ հասկացա, որ կյանքիս լավագույն մասն արդեն անցել է։ Մինչև 23 տարեկան հասակը սովորեցի այս մասնագիտությունը։ Մինչև 30-ը յուրացրի հմտացա։ Իսկ վերջին 10 տարիները, որ թռան 10 օրվա պես, ես վատնեցի, որպեսզի 100,000 գործարաններից մեկը ինչ-որ մի արտադրամաս սկսի նորմալ աշխատել։ Եթե գործն այդպես շարունակվեց, առաջիկա 20 տարիների ընթացքում ես կհասցնեմ կարգավորել, ասենք, ևս մի 2 արտադրամաս։ Եվ դա կլինի այն ամեն ինչի վրա կորչի մարդկային մի ամբողջ կյանք։ Հետո կասեմ, որ ես պապիկ եմ։ Ինձ մոտ կբերեն անծանոթ երեխաներ, կասեմ, որ դրանք կոթորնիկներն են։ Իսկ մի օր էլ կզգամ, թե ինչպես է սիրտս կանգ առնում։ Եվ ոտի պակաս եմ զգում։ Ունեմ ինչ։ Վերջ։ Ինչ արած, չեմ արարկում։ Թող ձեր ասածը լինի։ Բայց քանի դեռ այստեղ եք, կուզեի մի հարց ճշտել ձեզ հետ։ Խնդրեմ։ Ես միշտ ձեզ համարել եմ սկզբունքային մարդ, բայց պարզվում է, որ դուք էլ ձեր մեղքերն ունեք։ Թողարկել ու օտեկայից անց եք կացրել մի ամբողջ հոսք խոտան պարարտանյութ։ Դա անհնար է։ Բայց փաստ է։ Զավեն Ավետովիչ,
Իմ արտադրամասում նման գործարքները անհնարին են։ Իսկ օտեկան։ Օտեկայի հետ կապված հարցերը ես կպարզեմ։ Փաստը մնում է փաստ, որ մեր արտադրանքը չի բարձրացրել հաղթանակ կոտնտեսության բերքատվությունը։ Կնշանակի խոտան է եղել։ Կարող եք ինքներդ ստուգել։ Լավ։ Ես ինքս կպարզեմ։ Կգնամ կստուգեմ։ Գնացեք, ստուգեք։ Դուրսարի։ Ինչ ես գլուխդ տնկեր գնում, չես տեսնում ավտոներ են անցնում։ Լավ։ Արմեն։ Հայկ։ Հայկ։ Արմեն։ Ոնց ես։ Դու ոնց ես։ Ոչինչ տեսնում ես։ Այս հանդիպում։ Սպասի մի րոպե։ Տղեր, ով է։ մենք դեռ ժամանակ ունենք։ Մի րոպեով մտնենք այստեղ։ Մտքովս չրանցնի։ Հարություն, մտիր բակը։ Այ քեզ բան։ Գնացինք։ Կտեսնես։ Ձեզ։ Բարև։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Արի։ Գնացինք։ Խնդրեմ, եկեք։ Համեցեք։ Չէ, տեսքդ լավ է։ Ոնց ես։ Ոչինչ, ապրում եք էլի, վարք Աստծո։ Ապրես։ Այ այնտեղ նստենք։
Աշխատանքի մեջ խրված մարդ հարազատ ընկերոջը տարիներով չի տեսնում։ Այսպես է էլի կյանքը։ Մարդու հավատ չի գալիս։ Արդեն 25 տարի է։ Այդպես է, չէ՞։ 25։ Ծանոթացեք մեր մինիստրությունից։ Արմեն, Ընկերս ու հովանավորս։ շատ ուրախ եմ։ Շատ ուրախ եմ։ Խաչիկ Ներսեսյան։ Արմեն, ուրախ եմ։ Զեղծարար ու ամբան։ Զգուշացիր սրանից։ Համեցեք նստեք։ Շնորհակալ եմ։ Ոնց է թռչում ժամանակը։ Բարի ախրուժել ձեզ։ Թանկագին բարեկամներ, այսօր ինձ համար առանձնահատուկ օր է։ Մենք Արմենի հետ որբ ենք մեծացել։ Մեր հայրերը պատերազմից չվերադարձան։ Իսկ մեր մայրերը գիշեր-ցերեկ աշխատում էին մի կտոր հացի համար։ Մեզ դասերակելու ժամանակ չունեին։ Մենք ինքներս էինք զբաղվում մեր դասերակությամբ։ Արմենը միշտ ինձ համար լավի օրինակ է եղել։ Փոքր հասակից ես նրան սիրել եմ իր ազնվության, ուղղամտության և ճշտախոսության համար։ Դա ձեր մանկական փոխհարաբերությունները մեզ արդեն պարզ են։ Արմենը նուրբ ինտելիգենտ էր, իսկ դու աշխատում էր բռունցքներով հարցերդ լուծել։ Չես խալվում ես, Արթուր, ընդհակառակը։ Ես հանգիստ ու ամաչկոտ երեխա էի։ Իսկ Արմենը կրակի կտոր էր։ Անընդհատ կռիվների մեջ էր ու ինձ էլ հետը քարշ էր տալիս։ Ճիշտ է։ Անգամ սպորտով պարապելուս համար ես պարտական եմ սրան։ Ահա, բա կարդալը։ Գիտեք ինչքան էր կարդում։ Ու հետո այդ բոլորը պատմում էր ինձ։ Մի խոսքով, առանց քաշվելու կարող եմ ասել, որ ամեն լավ բանի համար պարտական եմ այս հրաշալի մարդու։ Ու մեր ընկերությանը։ Կենացդ Արմեն ջան։ Շնորհակալ եմ։ Ձեր կենացը։ Ձեր կենացը։ Ողջ լինեք, առողջ լինեք։ Ողջ լինեք։ Ուրեմն Հայկավանում ես աշխատում։ Քիմ գործարանում։ Ինչ գործ ես անում։ Արտադրամասի պետ եմ։ Լավ է։ Տես ինչ հետաքրքիր է ստացվում։ Բոլորս այստեղ պետեր ենք հավաքվել։ Արտադրության պետ, շինվարչության պետ, շինմոնտաժ վարչության պետ, մինիստրության բաժնի պետ։ Ինչ տղերք են, է։ Քո գործերն ինչպես են։ Աչքիս մի տեսակ ես երևում։ Տեսքդ էլ դուրս չի գալիս։ Մի հարցրու։ Արդեն հոգնել եմ։ Ուզում եմ թողնել հեռանալ։ Ուր։ Կա մի երկու տեղ։ Կընտրեմ այնպիսի մի գործ, որ իմ 7-8 ժամն աշխատելուց հետո կարողանամ գնալ տուն։ Դու ոնց ես, ոնց։ Բոքսով էլի պարապում ես։ Մի ժամանակ կարծեմ չեմպիոն էիր, չէ՞։ Ինչ ես ասում, վաղուց թողել եմ։ Առաջ բռունցքներով էի աշխատում, հիմա ստիպված եմ ուղեղից զոր տալ։ Մի քիչ դժվար է։ Բայց դե ինչ արած։ Ես ուզում եմ խմել մի կենաց։ Իմ լավագույն ընկերոջ կենացը։ Իմ մաքուր ազնիվ ընկերոջ կենացը։ Նրա հետ կապված են իմ մանկության ամենալավ հիշողությունները։ Ես միշտ հիշում եմ։ Հասկացա, սպասիր։
Ես գիտեմ։ Ռա 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 Բրավո, մտքովս է չերանցնի, որ Հայկն ունիս երկել գիտե։ Դուք լավ կանեիք համերգներ տայիք ձեր մանկության հիշողությունների թեմաներով։ Գիտեք ինչ փող կշինեիք։ Ինչ ես անում Հայկ, ես կատակում էի։ Երբեք շահմարցակվես կատակել։ Մանկությունս իմ սրբությունն է։ Հասկացար։ Խմենք ընկերության կենացը։ Սամվել, արի, աթորը վերցրու նստիր։ Բարի ախորժակ բոլորիդ, բարև ձեզի։ Ծանոթաց իրոքնականս է։ Շատ ուրախ եմ, Սամվել։ Հա, ինչ կա։ Ամեն ինչ կարգին Հայկ Ստեփանիչ։ Ինչպես կսեն կոլեկտիվի կողմից զիկարտը ձեզի նվեր են բերել։ Վարչության աշխատակիցները ցանկանում են ուժերի թարմացում եւ հաճելի արձակուրդ։ Լավ, շնորհակալ եմ։ Հա, Արմեն, մոռացա ասել, որ այսօրվանից արձակուրդի մեջ եմ։ Վաղը թռչում եմ Պալանգա։ Կինս ու երեխաներս արդեն այնտեղ են։ Հայկ Ստեփանիչ։ Գիտեի որ աշխատանքից չեք գա մեկ քանի փաստաթուղթ կար, ստորագրելու են բերել։ Այսպես է մեր աշխատանքը։ Արձակուրդում էլ հանգիստ չունենք։ Դե գործը կպահանջի ինչ եք։ Լավ, սպասեք երկու րոպեից կգամ։ Գնացինք։ Սադիր մեքենայի մեջ։ Լավ։ Ցտեսություն բոլորիդ։ Ստեսություն։ Լավ ապրանք է, հոլանդական է։ Բայց թե Հայկի ինչին է պետք, ձգտորսության պես զբաղվելու ինչ է։ Ինչ կարևոր է զբաղվում է թե չէ։ Կարևորը նվերն է։
Խաչիկն առաջ ընկավ։ Պարզ է։ Երևի Հայկը չի ստորագրում օբյեկտի շահգործման ակտը։ Այ միջորս մեր Հայկը շատ սկզբունքային մարդ է։ Հետդ կնստի, կուտի, խմի։ Բայց հանկարծ, որ կիսատ պրատ բան լինի, երբեք չի ստորագրի։ Երբեք։ Ներիր Արմեն, կարևոր գործեր էին։ Մենք Արթուրի հետ ուզում ենք վերջին օբյեկտներն աչքի անցկացնել։ Լավ կլիներ, եթե միանայիր մեզ։ Մեծ հաճույքով կգայի, բայց գործողման մեջ եմ։ Այստեղ մի կոլնդեսություն պիտի գնամ։ Ավտոբուսն էլ շուտով մեկնում է։ Ինչ ես ասում։ Ինչ ավտոբուս։ Ես ինքս կտանեմ, որ ուզում ես ու նորից կբերեմ Երևան։ Որոշված է։ Գալիս ես մեզ հետ եւ ոչ մի բանի մասին չես մտածում։ Գնացինք։ Լավ։ Ընկեր Վարդազարյան, գոհ գնացին։ Գրեգորձիտ։ Ընկերներիս հավանեցիր։ Դուրդ եկան։ Ոչինչ լավ տղաներ են։ Արդեն 10 տարի է միասին ենք աշխատում։ Այս ամբողջը մենք ենք կառուցել։ Էսել, էնել։ Շատ լավ գործեր ենք արել։ Ես խոսքից հասկանում ենք իրար։ Ինչպես ասում են, ապրում եւ աշխատում ենք ժողովրդի համար։ Սա իմ վերջին աշխատանքն է։ Առայժմ հանձնված չէ ոչ էլ բնակեցված, բայց բնակարանները լավն են։ Դիրքն էլ վատը չէ։ Բնակիչները ծառ ու ծաղիկ կաճեցնեն։ Իսկական դրախտ կդառնա։ Եթե չեմ սխալվում, դուք շինվարչության պետն եք։ Այո, Բարև ձեզ։ բարև ձեզ։ Ինչով կարող եմ ծառայել։ Ես այս բնակարանում ու շենքում բնակարան եմ ստացել։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Բայց այս բնակարանը դեռ չմտած վերանորոգման կարիք է զգացվում արդեն։ Պատերի ներկը թափվում է։ Պատուհանները չեն բացվում։ Ծորակները փչացած են, ջուր չի գալիս։ Ունիտազը կոտրված է։ Սիրելի բարեկամ, մի լավ շուրջը դնայիր։ Մարդկանց կենսական տարածություն է պետք։ Ամեն ամիս հարյուրավոր բնակարաններ ենք հանձնում, բայց նորից չենք կարողանում պահանջը բավարարել։ Դու երջանիկ մարդ ես։ Բնակարան արդեն ստացել ես։ Ամեն ինչ ունես։ Գեղեցիկ կին, մեքենա, շուտով երեխան էլ կծնվի։ Մեքենայի համար հազարներ ես վճարել, միթե մի 100 ռուբլի չունես, որ ունիտազ դնես։ Սեփական տանդ պատերը քո ճաշակով չես կարող ներկել։ Թե ձեռքեր չունես, որ ծոլակը փոխես։ Ձերը որ բնակարանն է։ 28-րդը։ Հա, շատ ուրախ եմ։ Լսիր բարեկամ, դու մեզ ներիր որոշ անսարքությունների համար։ Եկ պայմանավորվենք այսպես։ Հենց որ բնակարան ստանաս, ես անձամբ կգամ ձեր տուն։ Քո հանգստյան օրը ծորակն էլ կդանեմ, ունիտազն էլ կփոխեմ։ Դու մի նայիր, որ ես ղեկավար մարդ եմ։ Իմ ձեռքից ամեն ինչ գալիս է։ Ինձ ձեր օգնությունը պետք չէ։ Օրենքով ես։ Ախ, օրենքով։ Դե լսիր իմ որոշումը։ Ես դեռ այս շենքերի ընդունմանակը չեմ ստորագրել, որովհետև օբյեկտը շինմոնտաժային վարչության պետը դերևս ինձ չի հանձնել։ Չեմ էլ ստորագրի, մինչև որ բոլոր բնակարաններում ամենաչնչին մանրունքն անգամ չկարգավորվի։ Այդ դեպքում գիտեք դուք երբ կտեղափոխվեք նոր բնակարան։ Ոչ շուտ քան 3 ամիս հետո։ Ոչ, ինչ եք ասում։ 5 ամսից հազիվ պատրաստ լինի։ Ոչ մի սանիտարական սարքավորում չունենք։ Տարվա վերջին հազիվ ստանանք։ Տեսնում ես։ Քո էգոիզմի պատճառով ուժելու է 83 ընտանիք։
Նրանք ինչ մեղք են գործել, որ կես տարի ուշ մտնեն իրենց բնակարանները։ Գնանք ունիկ։ Դուք սա մի լսեք։ Գերի Վարդանին կասենք ամեն ինչ կանի։ Դե լավ, քերուտ էլ գիտենք։ Կարծեմ 2 տարի է, չէ՞, ինչ ավարտել ես ինստիտուտը։ Տարի ու կես, ինչու։ Երիտասարդ քիմիկոսի համար չլսված կարիերա։ Ուզում եմ քեզ սինթեզման բաժնի պետ նշանակել։ Կարծում եմ, որ չեք սխալվում, Արմեն Ռուբենովիչ։ Ահա թե ինչ։ Իսկ չես կարծում, որ չափից ավելի ինքնավստահ ես։ Ինքնավստահ չեմ, պարզապես վստահ եմ, որ կկարողանամ կատարել այդ աշխատանքը։ Ասենք դուք էլ եք վստահ։ Հակառակ դեպքում նման բան չէիք առաջարկի։ Ուրեմն այսպես։ Դու մեզ մոտ սինթեզման բաժնի պետն էիր, սա էլ քո դիմումն է աշխատանքից ազատվելու համար։ Իսկ այս սա քեզ տեխնիկական ղեկավար նշանակելու հրամանի նախագիծն է։ Իմ առաջին օգնականն ես լինելու։ Որը ստորագրեմ։ Տեխնիկական ղեկավար։ Որ ամբողջ պատասխանատվությունից վրան կնի։ Չէ ախպեր։ Շատ լավ։ Ուրեմն ստորագրում եմ դիմումը։ Սպասիր։ Չլինի կարծում ես, որ տեխնիկական ղեկավար դարձա։ Բնավորությունս պիտի փոխվի։ Ընդհակառակը։ Ես ուզում եմ, որ մնաս նույնը, որ վերջապես թողարկենք այս արտադրամասը։ Թողարկենք։ Մի մտածիր։ Ստորագրիր հրամանը հերնել անիծած։ Կփորձենք։ Արամ Գյորգի, ճիշտ է, որ դուք դեմ եք եղել իմ նշանակմանը։ Դուք բադ ինժեներ չեք, բայց դες մոտ չեմ նկատել ղեկավարին բնորոշ հատկություններ։ Ներեցեք։ Ոչինչ, ոչինչ։ Իսկ ինչ եք կարծում, հիմա ձեզանից ինչ եմ պահանջելու։ Որ ես աշխատանք փնտրեմ ուրիշ արտադրամասում։ Ճիշտ հակառակը, ես խնդրում եմ, որ մնաք մեզ մոտ։ Դուք հրաշալի մեխանիկ եք, հարուստ փորձով, իսկ ես բոլորովին անփորձ արտադրամասի պետ եմ։ Աշխատենք։ Ես աշխատանքից երբեք չեմ հրաժարվել։ Դե ուրեմն շատ լավ է։ Շոկ է գնանք նստենք ստվերում։ Իմիջայլոց նա իրավացի էր։ Ով։ Հեն տղան կնոջ հետ, որ բողոքում էր։ Ես ասում եմ, իրավացի չէր։ Մենք բոլորս էլ իրավացի ենք։ Հա, ասում ես ձանձրացել եմ։ Չես ուզում Երևան տեղափոխվել։ Շատ եմ ուզում։ Բայց գիտես, բնակարանի հարցը շատ դժվար է։ Բնակարանի մասին դու կարող ես հանգիստ լինել, Հայկը կօգնի։ Աշխատանքի հարցում էլ գդիմեն որոշ ընկերների։ Մի մտահոգվիր։ Տես։ Մշակում է։ Հայկն աշխատում է, որ ամենալավ օբյեկտները իր վարչությանը տրվի։ Եթե Արտուրը օգնի, Հայկը տրեստի կառավարիչի հետ լեզու կգտնի։ Դե, Հայկը ուսացը որ ստացվեց, իմ գործն էլ աչք կգնա։ Ժողովուրդն ասում է, ձերքը ձերք է լվանում, երկու ձերքը երես։ Հարկավոր է Արտուրի բերանը բան գցել։ Գեցես Հայկ։ Տեսար ոնց կողմնորոշվեց։ Հանջարեղ տղա է այ մարդը։ Մի րոպե։ Վերջ, ես արդեն լրիվ քո տրամադրության տակ եմ, կարող ենք գնալ քո կոլտնտեսությունը։ Բայց անհարմար է, Հայկ։ Քո մեքենայով ինչքան չլինի պետական է։ Միամիտ մարդ ես, պետությունը ես ու դու ենք, կնշանակի մեքենան մերն է, գործով ենք գնում, չէ՞։ Հոսմոսանքի դուր չենք եկել։ Հա։ Ինչ ես կարծում, օբյեկտը կընդունեն։ Իհարկե, Արտուրը կանի։
Եղբորը մեզ մոտ վարչությունում աշխատանքի եմ ընդունելու, ասում են ընդունակ տղա է։ Արժի լավ մարդկանց օգնել։ Իսկ ձեզ մոտ ոնց է քիմիայում։ Կան այդպիսի հնարավորություններ։ Ես ինչ էր։ Որտեղից էր։ Ոչինչ, բարկիր։ Արդեն 2 ժամ է քնած եմ։ Հերիք է, ինչ կա այնտեղ։ Լավ չէ։ Անընդհատ արտահոս կա։ Չգիտեմ ինչից է։ Ճնշումը գնալով մեծանում է։ Բոմբերը խցանվում են։ Գրողը տանի։ Իսկ ինչ կլինի, եթե… Արգիր մարդավարի քնիր քո հերթն է։ Հոգնել եմ։ Գլուխս չի աշխատում։ Քամին մեր կողմն է փչում։ Շուտով գազը կլցվի այստեղ։ Կանգնեցել բոլոր ագրեգատները։ Բրգիչ բրիգադին։ Տագնապ։ Կարբամիտի արտադրամասում հեղուկ ամյակի արտահոսք է տեղի ունենում։ Ողջ տերիտորիան լցված է գազով։ Հրամայում եմ էվակուացիա դեպի Կարբամիտի արտադրամասի ետևի կողմը։ Կրկնում եմ, դեպի Կարբամիտի արտադրամասի ետևի կողմը։
Այ ես փորձանք։ Պատկերացնում ես։ Քնածս տեղը զգում եմ, որ ամյակի հոտ եմ առնում։ Բանի տեղ չդրեցի, մտածեցի, որ էլ ինչ-որ տեղ արդահոս կա։ Քնած գլխիս տակից հանեցի։ Հակագազը ու նորից քնեցի։ Մի 10 րոպե էլ չգայր, երևի չզարթնեի։ Աշխատանք եմ ասել, հա։ Ճիշտ էլ որոշել ես։ Տեղափոխվիր Երևան։ 2 անգամ ավել փող կստանաս, կյանքիդ էլ վտանգ չի սպառնա։ Կանգնիր։ Այստեղ մի լավ աղբյուր կա, Հայաստանի ամենասառը ջուրն է։ Չեմ կարողանում առանց խմելու կողքովն անցնել։ Տեսնում ես, հիմա մեզանից ով է ավելի դաժան։ Ես ընդամենը կարգի հրավիրեցի, կապերը կտրած 2 երեխաների, իսկ դու աշխատանքից հեռացրել ու դատի ես տվել միանգամից 2 հոգու։ 2 հոգու։ Ասենք դու ճիշտ ես։ Չի կարելի մարդկանց ազատություն տալ։ Ոչ էլ հավատալ է պետք։ Դու կարծում ես ես հավատում եմ Խաչիկին ու Արթուրին։ Չէ։ Իսկ ինչի ես ընկերություն անում։ Այդպես է պետք։ Կհասկանաս։ Կյանք է։ Ես իմ ընկերներին հավատում եմ։ Դու լավ մարդ ես, Արմեն։ Բայց իդեալիստ ես։ Գիտես, ես քեզ նախանձում եմ։ Ինչու։ Չգիտեմ։ Բոլորովին չես փոխվել։ Էլի առաջվա Արմենն ես մնացել։ Իսկ դու։ Ես էլ։ Արի։ Ուր։ Արի։ Ինչ ես անում, Հայկ։ Ախր ժամանակ չկա, ես շտապում եմ։ Կհասնես։ Արի։ Հրաչ, մի քիչ արագացրու։ Պատրաստ է, հիմա կբերեմ։ 10 րոպեից կշարժվենք։ Ախր ինչ կարիք կար։ Իսկ հիմա սիրելի բարեկամ, թույլ տուր ջերմորեն շնորհավորել քեզ ծննդյան օրվա առթիվ եւ ցանկանալ երկար կյանք ու երջանկություն։ Չես մոռացել։ Էդեր պակաս։ Շնորհակալ եմ։ Ընդունել խնդրում եմ իմ համեստ նվերը։ Ես ինչ ես անում, Հայկ։ Ես չեմ կարող ընդունել։ Ով է իմանում ինչքան փող ես տվել։ Չեմ ընդունի, ոչ։ Փողի մասին չխոսես։ Շնորհակալ եմ։ Փողն ինչ է։ Կեղտ, զզվում եմ փողից։ Տեսնում ես ինչքան լավ է։ Խաչիկն էլ քեզ աշխատանք է գտել։ Ինժեներ, քեզ համար ավելի հարմար գործ։ Կաշխատես մսի կոմբինատում։ Միսը կարբամիտ չէ։ Ամեն մարդ ուզում է լավ խորոված ուտել։ Մեկին դու լավություն կանես։ Մի ուրիշը քեզ։ Մեկ էլ տեսար շրջապատում ես։ Մի խոսքով, հենց տեղափոխվես, բնակարան կդասավորեմ։ Կարող ես հույսդ ինձ վրա դնել։ Ինչ ասեմ, տղեր ջան, շնորհակալ եմ։ Դուք ուղղակի շնորհակալություն։ Շնորհակալությունս որն է։
Մենք Խաչիկի հետ գործի մարդ ենք։ Լավ մարդու համար ինչ էլ անես քիչ է։ Գնացը դախպեր։ Ողջ լինեք։ Բարով ես ծնվել։ Գնացինք։ Մնաց ամենակարևորը։ Գնանք մեր ծառի մոտ։ Ստիր։
Իմ ամենաերջանիկ օր եղել է քո այն ծննդյան օրը։ Գրամաֆոնը, մեր ծառը։ Ասենք ես էլ ուրիշ բան չունեմ հիշելու։ Իսկ քոնը չի կարող պատահել, որ կյանքում դրանից ավելի երջանիկ օր ունեցած լինես։ Ճիշտ չեմ ասում։ Հելել է պետք։ Ախպերջան, էդ ինչ ես փնտրում։ Ես ինչի ես տեղ թափված։ Քին օր է թափված, գարնանից բերին էսպես դեզի պես թափեցին։ Գյուղացի կամած տարանին ես տները։ Բարս չէ, Պարարտանյութը փռելու համար հատկացված փողը կերել եմ, բերաններն էլ չեն մաքրում։ Կոպիտ գործ են արել անտաշները։ Նստիր մեքենան։ Դու էլ։ Ես ինչի։ Նախագահի տունը ցույց կտաս։ Օրակին։ Արագ։ Գնացի։ Այս է։ Սամսոն, էդ ովքեր են, ինչ են ուզում։ Ինչ իմանամ, ասին նախագահի տունը որն է, ես էլ ցույց տվի։ Վայ, քորանամ ես, Արմենակ։ Ուր եք տանում, ախր, ովքեր եք դուք, ես հիվան մարդ եմ, ինչ եք ուզում ինձանից, ասացեք տեսնեմ։ Արի։ Բադելյանի իմաստուն, ախր ուր եք տանում, հիվան մարդ եմ, ինչ ուր։ Նստիր։ Դու էլ։ Սպասեք, էդ ուր եք տանում, Սամսոն, էդ ովքեր են, չգիտես։ Ինչ գիտեմ։ Վայ, քորանամ ես։ Այն գեր, վերջապես ովքեր եք, ինձից ինչ եք ուզում, ուր եք տանում։ Այն գեր, ինչ ես ինձ այդպես նայում, ինչ մեղք եմ գործել, ինչ։ Որ մեղքից համար։ Դուրս եք, և կգամ, արի, արի,
Ինչ է սա։ Ինչ է։ Սա ինչ է։ Պարարտանյութ։ Սրանք ինչեր են։ Այն գրով ես դու։ Ես նրանցից եմ, ովքեր սա են ստեղծում։ Դու սրա համար պատասխան կտաս։ Բայց դու կեցցես, լավ դաստվեր հիմարին։ Նա հիմար չէ, սրիկա է, դրանք տսրուկներ են։ Բայց ինչու այդպես կատաղեցիր։ Գրպանես թե իր վճարել կարպամետի համար ինչ է։ Վճարել եմ, կյանքով եմ վճարել։ Չգիտեմ, ամեն մարդ ձգտում է, որ իր պատառը յուղոտ լինի, կնշանակի ձերքերը ծալած չի նստելու։ Հենց դու չես ուզում ավելի լավ ապրես, քան առաջ։ Այդպես է, չէ։ Բայց ոչ ուրիշների քրտնքի հաշվին։ Երդվում եմ հայտ, որ դատի եմ տալու այդ սրիկա շամվորդում։ Չէ, նոր տեղում քեզ համար դժվար կլինի։ Մարդկանց հետ լեզու գտնելը։ Շեֆ այստեղ է, նստած են օտերը կիտած, լյարդն է ցավում։ Եթե քեզ հաջողվի տրամադրությունը բարձրացնես, ուրեմն հանճար ես։ Ներիր Արմեն, ես հիմա կգամ։ Գնանք։ Sarıdakin hova kami, kankulup kamin tanis. Pasarum zoruma, inkuna voske tanis. Sarıdakin hova kami, kankulup kamin tanis. Հասկացա։ Նորիկ։ Նորիկ։ Հավաքիկ ես։ Պատուհանա, դբաչարա։ Հավաքիկ ես։ Մարմիր։ Ջուր տուր։ Հիմա ճակատը բռնի։ Տեսնեմ։ Մարմիր, նկսրեմ։ Պատուհանա, դբաչարա։
Սարի բան եմ ասում։ Չեմ գալիս, թող։ Երեխա խոչի սարի բան եմ ասում։ Ինչ ես ասելու, ինչ։ Գնանք ամեն ինչ բացատրեմ։ Ասում ամեն ինչ բացատրեմ, արի։ Հարություն։ Շատ բան չես հասկանում։ Կհամոզվես։ Արի քեզ բան։ Նստի։ Լսիր, դու կատակ ասած բանը չես հասկանում։ Եթե գործը պահանջում է, մեկ շել պիտի հիմար ձևանաս, ինչ կա որ։ Իսկ դու ամեն ինչ լուրջ ես ընդունում, չգիտեմ թե քո լրջությամբ ու մեզ զարմացնում։ Այդպես է ցարել, որ կյանքում ոչ մի բանի չես հասցել։ Աշխարհին մի քիչ թեթև նայիր։ Կարծում ես ես նրանց մոտ նվաստացա։ Այդ էր պակաս։ Ինձ փաստաթուղթ էր պետք, եւ ես ստացա այդ փաստաթուղթը։ Գևորգը չէր ուզում ստորագրել, բայց ես այնպես արեցի, որ ստորագրեց։ Կնշանակի ես նրանից խելոք եմ, հասկացար։ Կնշանակի նա ինձ մոտ նվաստացավ։ Սրանից ավելի պարզ բան կա։ Դե լավ, վերջ տանք։ Էլ ոչ մի գործ չունեմ։ Ամեն ինչ կարգավորեցի։ Հիմա կգնանք տուն ու երկուսով հանգիստ կզրուցենք։ Կհիշենք անցած գնացած օրերը։ Մեր մանկությունը։ Սա մեր ճաշասենյակն է։ Ննջարանները երկրորդ հարկում են։ Սա էլ իմ անկյունն է։ Ինչ ժամանակներ էին։ Անցան գնացին։ Այնտեղ մեր գրադարանն է։ Հիշում ես դպրոցում ոչ մի գիրք չունեի, իսկ հիմա ինչ գրականություն եմ հավաքել, երեխաների համար եմ տանջվում, բայց գնահատում եմ, որ լակոտները չեն էլ կարդում։ Տղաս ավտոյից չի պոկվում, աղջիկս էլ հայելուց։ Դե ես էլ ինչպես հասկանում ես, ժամանակ չունեմ։ Ընտանիքի հոգսը մի կողմից, երեխաների ապագան մյուս կողմից։ Ինչ իմանաս վաղը քեզ հետ ինչ կլինի։ Օհո, Գևորգը Մելքոնյանի մոտ է եկել։ Տեսնես ինչ գործ ունի։ Բայց դու Արմեն այնուամենայնիվ իզուր վիրավորեցիր, թուղթը երեսին շպրտեցիր։ Գիտես ինչ զգայուն է։ Հետո ախր ծեր մարդ է, քեզ ինչ էր արել։ Լավ շարեցիր։ Գնամ սուրճ բերեմ։ Առավոտ օրինակ ասում էիր զզվել ես։ Բայց չեմ զզվել։ Կարծում ես հեշտ է։
Գիշերներն արթնանում եմ ամբողջովին քրտինքի մեջ։ Սարսափում եմ։ Սկսում եմ վախենալ։ Ախր կյանքն անցնում է ու տակը բան չի մնում։ Զզվելի։ Սիրտ խառնելու չափ զզվելի։ Առավոտները վեր եմ կենում, կարծես ամեն ինչ անցել է, բայց չէ։ Պետք է նորից մտածել, նորից խորամանկել, նորից զգալարվել, նախահաշիվներ, վերջնահաշիվներ, գումարներ, հանրագումարներ, պատե եմ ընկնում վանդակում փակված գազանի նման։ Ինչի համար։ Որպեսզի ապրեմ։ Հասկանում ես, ապրել եմ ուզում։ Հանճարեղ սարք է, լավ է մտածված։ Մարդ պետք է ծիծաղելով ապրի։ Դու իսկական տականք ես, Հայկ։ Ինչ։ Հեյ դու, ես ծիծաղում եմ քո վրա, լսում ես, ծիծաղում եմ, ծիծաղում եմ։ Դու դեռ լաց կլինես։
600 тысяч метров пробурили в этом году проходчики Альметьевского управления буровых работ объединения «Татнефть». За счет досрочного ввода в эксплуатацию скважин, обслуживаемых альметьевцами, в 10-й пятилетке добыто дополнительно более 670 тысяч тонн нефти. Сборник кинофильмов, показанных в Ржевском производственно-конструкторском объединении «Электромеханика», вызвал особый интерес зрителей. Авторы кинолент, труженики предприятия, члены любительской киностудии, рассказали о своих товарищах, их буднях и праздниках.